Իհարկե։ Պարոն Կոստանյան, որ այդքան խոսում եք բաց թափանցիկ աշխատանքի մասին, ինչու Factor TV-ին 2 անգամ չեք թույլատրել լուսաբանել վարչության պետերի մրցույթները։ Ես օրինակ Արփի ջան, ես քեզանից օրինակ այս հարցը չէի սպասում։ Ինչի համար չէի սպասում, էլի, որովհետև եկեք չմոռանանք, էլի, Երևանի քաղաքապետարանը եկա Factor TV-ում ձեր կողմից հրավերին ընդունեց եւ եկավ մասնակցեց բանավեճին պարոն Մարությանի հետ։ Այսինքն չկա որևիցե իմ խոսքում էլ նշեցի, չկա որևիցե էլի եմ կրկնում, չկա որևիցե թիրախավորում այս կամ այն լրատվամիջոցի նկատմամբ, առավել եւս ձեր նկատմամբ։ Չէ, հարցը լրատվամիջոցի չէ։ Չէ, ես շարունակեմ իմ միտքը։ Factor TV-ին չթույլատրելը ոչ Հայկ Կոստանյանն է արգելում, ոչ այն դեպքում, եթե չեմ սխալվում, պարոն Գևորգյանն էր, երբ որ դուք ուզում եք նկարահանումներ իրականացնելու։ Կա ձևաչափ, կա նիստի անդամներ, եւ այդ նիստի անդամներն են նպատակահարմարում այս կամ այն քննության ժամանակ լրատվամիջոցներին ընդունել, որպեսզի նա լուսաբանի, թե չլուսաբանի։ Հետևաբար դա իմ կամ պարոն Գևորգյանի կամ ապագայում Տիկին Սիմոնյանի որոշման արդյունքում չի լինելու, էլի, որ ինչ որ մեկը ձեզ կամ այլ մի լրատվամիջոցի արգելի օրինակի համար նկարահանել մի process, որը օրինակի համար դրա որոշողը փաստացի այն մարդիկ են, ովքեր այդ հանձնաժողովի անդամներն են, եւ եթե չեմ սխալվում, հանձնաժողովի անդամները գրավոր առնվազն գոնե մի դեպքում պատասխանել էին։ Դա է հենց տարակուսելի, որ չեն ուզում որևէ լրատվամիջոց լուսաբանի, իմ ասածը այդ երևույթի մասն էր, պարոն Կոստանյան, բայց շնորհակալություն։ Դե կներեք մի բան էլ ես հավելեմ, երևի թե ավարտենք, էլի։ Օրինակ Երևանի քաղաքապետարանում պարբերաբար իրականացվում են քննություններ։ Դա կլինի առաջին կարգի մասնագետ, դա կլինի կրտսեր կներեք, չունենք, գլխավոր, բաժնի պետ, վարչության պետի տեղակալ, բնականաբար օրենքով թույլատրելի դեպքերում նաև ուղիղ նշանակումներ են լինում, ժամանակավորների, պաշտոնակատարների կամ այլ պաշտոնյաների մասով, բայց մենք ունենում ենք հարյուրավոր, եթե ոչ ավելի շատ ամեն տարի մեր աշխատակիցների այդ ատեստավորման քննությունները եւ ես կարելի ասել չեմ տեսել, որ օրինակի համար որևիցե տեսակի հետաքրություն առաջանա։ Ես օրինակ պատկերացնում եմ եւ որոշակի ինֆորմացիա ունեմ, թե օրինակի համար կոնկրետ առնվազն առաջի եւ երկրորդ քննությունը օրինակի համար ինչի է հետաքրքիր դարձել, բայց լրատվամիջոցի համար, բայց թույլ տվեք այդ մասին հրապարակային չխոսել։ Ես եմ շնորհակալ։